Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը։ Եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոզյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ես եմ աշխատում ձեզ համար Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Կուզեմ մեր այսօրվա զրույցը սկսենք Սիրիայում կատարվող իրադարձություններից։ Կոտորվում են ալավիները եւ ակնհայտ է թուրքական ձեռագիրը, որովհետեւ կադրերը երբ նայում ես, տպավորություն է, որ 1915-ի իրադարձություններն են այստեղ վերածնվել եւ այստեղ արդեն եկեք հասկանանք, ինչ ազդեցություն կունենա այս իրողությունները Մերձավոր Արևելքի եւ ավելին այսպես հարավկովկասյան տարածաշրջանի վրա ըստ ձեզ։ Այո, այնտեղ սարսափելի բաներ են կատարվում այս պահին, դա իհարկե նորմալ է, որովհետև տերորիստներ են այդ բաները անողը, իրենք սովոր են գլուխները կտրել, ականջ քիթ կտրել եւ այլն, եւ իրենց ղեկավարը այսօրվա բանը, իրենց երկրի ղեկավարը, նախագահը իրականում տերորիստ նախագահ է, նախկին տերորիստ նկարներ կա, որ ոնց է մարդ է սպանում եւ այլն երևի հաշիվը չկա այդ մարդու սպանած մարդը, այսօր դարձել է նախագահ եւ բոլորի կողմից, հատկապես եվրոպական պետությունների կողմից ընդունվում է, գնահատում են իրեն եւ այլն, հարկանքի է արժանանում։ Այս է իհարկե ծրանից շատ լավ է տեսնում աշխարհի դրվածքը եւ Եվրոպայի դրվածքը, այն որ տասնյակ տարիներ շարունակ մեզ մարդկային իրավունքներ էին սովորացնում, ժողովրդավարություն էին սովորացնում եւ այլն, այդ ամեն ինչը ոտեր տակի հարված այսօր հենց իրենց կողմից։ Այստեղ ոչ միայն ալևիները, նուսայրիներն են գոտորվում, այլ նաեւ արդեն քրիստոնյաներն են անցել, որը սпасելի էր, օրինակ ես տեսել եմ կադր, որ մարդու խաչը կախված, նոսայրիները այդպիսի բան չունեն, իսկ մյուս կողմից նաև երեխեքին են սպանում, երեխեքին որպես մեծահասակ, ինչից պատասխանատու սպանում են, կադրեր կան, երկու երեխա օրինակ ես տեսել եմ 12 տարեկան եւ այլն այդտենց 11-12 ծնկի են բերել ու մեկը ինչ որ բան է կարդում ու սկսում են կրակել երեխեքին սպանում են, այսպիսի բաներ կան։ Այսինքն ոչ թե պատահաբար են սպանում պատերազմական գործողությունների արանքում այդ երեխեքը կամ կանայք, այլ հենց գիտակցաբար երեխեքին սպանում են, մորթում են։ Այո, այնտեղ ասվեց որ ավարտվել է, մի 4 օր հետո ավարտվել է, սակայն մենք տեսնում ենք որ կարծեք թե շարունակվում են այդ ամեն ինչը։ Հիմա արդեն խնդիրը ուրիշ պատկերել ստացավ քրդերի մասնակցությամբ իհարկե այդ ամեն ինչի իհարկե տեսեք այս ամեն ինչը այնքան խառն է իրար մեջ այսինքն մի ամբողջ ցանց է sense այսպես ասած ձերը գրբանն հայտնի չէ այստեղ մեկ էլ տեսնում եք սա սրա հետ իրականում վատ է բայց դրա բարեկամի հետ լավ է կամ այսօր վատ է վաղը լավ է լինում օրինակ քրդական հարցը այդպես է Էրդողանը քրդական հարցը այո վերջին է հասցնում լուծում է քրդական հարցը եւ այս տարածաշրջանը մաքրվում է, հարթվում է ամեն ինչ ոչ միայն գլոբալ ուժերի կողմից, այլ նաև Էրդողանի կողմից, նաև իր համար, ոչ թե միայն գլոբալ ուժերի համար։ Այո, Ամերիկայում գլոբալ ուժերը բարդություն գրեցին, իհարկե գլոբալիստները մի հետ քայլ արեցին, սակայն գլոբալիստները դեռ կան Ամերիկայում, դա ուրիշ խնդիր, սակայն գլոբալիզմի եւ լիբերալիզմի այդ առաջ խաղացումը, այդ ծրագիրը շարունակվում է թե Թուրքիայում Էրդողանի կողմից, թե Հայաստանում Փաշինյանի կողմից իմիջայլոց եւ իհարկե նաեւ չմոռանանք Ուկրաինան Զելենսկի կողմից, բայց նա արդեն հիմա մի քիչ դժվար վիճակի մեջ է։ Այստեղ ամենահանգիստ վիճակում գտնվում է Էրդողանը, գլոբալիստների գործը կատարող, այսքան տարի արդեն եւ ինքը նաեւ ինչպես ասացինք իր գործն է առաջ տանում իր երկրի համար հիմա գիտեք Թուրքիայի ներսում քրդերին ջարդեցին, այլ քրդերը արդեն սսկված են, արդեն ցայնցուն չկա, զենք վերցնող չկա Թուրքիայում քրդերի կողմից վախեցած են, փախած են մեծ մասը, արտասահման են փախած։ Մյուս կողմից Իրաքում էլ այնտեղ քրդերը քանի որ դարբեր խմբավորումներ ունեն շատ բան են իրենք բարակտված են
հիմնականում Իրաքում Թալիբանի բարձանի ուժերը կան եւ այլն, ուրիշ ուժերը կան իհարկե, նրանց հետ համաձայնություն կնքեցին, իրենք այլևս չեն թողնում, որ քուրդ PKK-ականները, այսինքն իրենց ազգագից, բայց PKK-ականները այնտեղ ինչ որ գործողություններ անեն, այո, դեռ Քանդիլում այդ սարը կա, որ այնտեղ են իրենք կենտրոնացած, բարձր սարեր են այնտեղ, որ լավ պաշտպանվեն, սակայն իրենք էլ այսօր շատ ձայն չեն անում եւ նրանք էլ մյուս խմբավորումները չեն թողնում, որ իրենք Թուրքիայի դեմ ինչ որ բան են, դրա համար ինչպես տեսնում ենք, մի քանի տարի է, որ արդեն Թուրքիան Իրաքի հետ էլ գործ ունի, թե չէ ամեն օր համարյա ռմբակոծում էր, մտնում հելնում էր, մարդկանց սպանում էր եւ այլն, այնտեղ էլ հանգստացած է ամեն ինչ, մնում է միայն Սիրիայի քրդերը եւ Սիրիայի քրդերի մի քանի խմբերը ընդունվում են որպես PKK-ի շարունակությունը, չնայած երկու կողմից էլ ասում են չէ, բայց այդպես էլ կա իհարկե, սակայն ինչքան են ենթարկվում PKK-ին, դա ուրիշ հարց է, եւ ինչպես այս վերջերս իրենց ղեկավարը այդ Մազլում Կոբանի կոչված մարդը հայտարարեց, որ իրենք PKK-ի հետ կապ չունեն, իրենք հրաման չեն ստանում եւ այլն, սակայն դա մի քիչ կասկածելի է։ Այնուամենայնիվ Էրդողանը վերջի քարտը խաղաց, այստեղ Öcalani քարտը։ Öcalanին արդեն 2 տասնյակ տարի է պահում էին Բերթում, հենց այսօրվա համար եւ վերջում իր արժեքը դրին թուղթը եւ ասին դա սրատակը կստորակրեց, նայած ստորակրեց, որ երևի իրեն ինչ որ բաներ խոստացած են քրդերի Թուրքիայի քրդերը հատկապես այդ քրդամետ կուսակցությունը որ պարլամենտում է Թուրքիայում եւ նրանք էլ բավական ճնշված են սա ղեկավարներ նստած են արդեն քանի տարի նրանց էլ կարծես թե ձեռնդու էր մի անգամից բոլորին ձեռնդու էր ասենց խաղաղություն անենք լավ կլինի բայց այստեղ հարց է առաջանում իմչալուց քրդերի մոտ հարց է առաջանում լավ այսքան տարի տասնյակ տարիներ այսքան զողողություն այսքան զոհեր այսքան գորուստներ մենք ինչի համար արեցինք իմիջիալուց հենց այդ բանը զենքերը վար դնելու առաջարկը տալիս է այն մարդը որը սկսել էր այս ամեն ինչը այսինքն զենքի ուժով ազատագրվելու մենք տեսնում ենք որ այդ իր նամակի մեջ ասենք կամ հայտարարության մեջ ինքը հրաժարվում է բանը ազգային պետություն ունենալուց ինքը հրաժարվում է ինչ որ ինքնավար տարածք ունենալուց որևէ ինչ որ մի տարածք ունենալուց ոչ մի իրավունք բան չկա քրդերեն լեսբի հետ կապված քրդերեն անվան հետ կապված եւ այլն ոչ մի բան չկա միայն վերջում ասում է որ խաուտինի եւ դեմոկրատիկացման ինչ որ գործընթաց բանման հիմա քրդերի մեջ այդ քննարկումն է գնում ինչ է սա նշանակում ոչ մի գլուխ չի անում որովհետեւ այնքան լղոզված է այդ ամենը իհարկե հստակ որ ասե մենք ձեռքներս բարձրացնում ենք մենք ընդունում ենք մեր բարդությունը չի լինի մյուս կողմից էլ ուրիշ բաներ էլ չի կարա ասել այս անգամ Թուրքիա պետությունը չի ընդունի այդ պատճառով մի լղոզված բան հիմա քննարկում է գնում քրդերի միջև հիմա այսինքն բանի քննարկման ընթացքում իրար դալիս առնում են թե այս ինչ է սա նշանակում բայց սա ինչ է նշանակում մյուսը ինչ է նշանակում ամեն մեկը իր գլխից մի բան հնարում է եւ այլն բայց մեծամասամբ դա ընդունվեց բոլորին ծերը դալիս տեսան որ արդեն տասնյակ տարիներ է բանի չեն հասնում եւ այդքան մեծ կորուստներ ունեն եւ այլն շատերը պատրաստ են հոգնել են իհարկե Սիրիայի քրդերը դեռ զենքը ունեն իրենց ձեռքում եւ իրենց մոտ ես առաջի օրվան ասել եք Էրդողանը ստորագրելու է եւ բարակտում է ստեղծելու քրդերի մեջ այո այդ բարակտումը սկսել է հիմա մի քրդերը շատ խմբեր ունեն եւ շատ ղեկավարներ ունեն այսպես ասած այս իրենցից մի ղեկավար որը մինչեւ այսօր չէինք ճանաչում այսինքն այդ գործով սպառվող մասնագետները գիտեն իհարկե ով ինչ է այդ բանի բայց ընդհանուր հասարակությունը չէր ճանաչում այդ մարդուն
Մազդում Կոբանի, դե բանն է, Գեղձանուն է իհարկե իր իսկական անունը, չէ։ Մազդում Կոբանի ի հայտ եկավ միանգամից։ Հենց այս ալևիների դեմ, նուսայրիների դեմ կատարված վայրագությունների ժամանակ կարծեք թե իրենց պաշտպանեց։ Ասեց, բա այս չի կարելի այսպիսի բաներ անել, վայրագություն է, չգիտեցին, մենք իրենց զորավիկ ենք կանգնում եւ այլն, կարծես թե իրենց կողմից էր։ Ամենահետաքրքիրը հենց այն է, որ հենց մյուս օրը ինքը գնաց Շարայի մոտ ու պայմանագիր ստորագրեցին։ Այսինքն այն մարդու մոտ, որը ամենավերևում կանգնած է ալևիների սպանության, այս կոտորածի խնդրում։ Բայց հետաքրքիր մի ուրիշ բան կա, իր մոտ գնալուց առաջ ամերիկյան ռազմական ներկայացուցիչի հետ մի հատ տեսակցություն ունեցավ, դա շատ նախ Ամերիկայի հետ հետո գնաց այնտեղ ստորագրե եւ այդանից երևում է որ այս ամեն ինչի հետևում ամերիկան է կանգնած, այսինքն ամերիկյան ուժերն են կանգնած հիմի սրանք այսինքն քրդական խմբերը եւ բանը այդ այսօր và Սիրիայի իշխանությունը գազմողները այդքան էլ հաշ չէին, որովհետեւ նրանք Թուրքիայի մարդիկ էին, Թուրքիայի կողմից նաև վերած մարդիկ էին, իսկ նրանք Թուրքիայի դեմ եղող մարդիկ էին, Թուրքիայի դեմ բայկարող մարդիկ էին եւ իրար հետ հաշտ չէին։ Այսինքն այդ ինչ եղավ որ միանգամից ու նախադրյալ չկա, բան չկա եւ այլն, միանգամից մեն իհարկե սա հավանաբար արդեն մի քանի ամիս է պատրաստված գործ է, մինիմում մի քանի ամիս է եւ քանի որ այս բանը ականջները երևում են որ ասում են չէ միանգամից էլ ամերիկայի ականջները երևաց էստեղ նախ գնաց ամերիկայի հետ էլ ամերիկացիների հետ ինչ որ խոսեց համաձայնվեց ու գնաց ստորագրեց վերջի բանն է երևում է որ ամերիկանն էր այստեղ միջնորդը չէ որ այսօր ամերիկան է քրդերի ինչ ասեմ հովանավորը պաշտպանը եւ այլն իրենց հետևում ամերիկան է կանգնած եւ նաեւ ամերիկան խանգարում է որ Թուրքը միանգամից նրանց հարցերներ լուծի, այսինքն ինքը թողեց որ Եփրադից արևմուտք հարցերը լուծի, սակայն Եփրադից արևելք չթողեց որ հարցերը լուծի, վաղվա համար պետք են նրանք, միշտ ցենց ձերքի տակ բանում են, ինչպես որ իսլամական պետությունը ձերի տակ բայեցին, լրիվ չոչնչացրեցին, ձերի տակ բայեցին, հիմա պետք եղած ժամանակ միանգամից թուրքական ուժերի հետ միացան ու գրավեցին բանը ամբողջ Սիրիան, չէ՞ այսօր այդ terroristները, իսլամական պետության terroristներն են։ Իմիջիայլոց տարբեր խմբավորումներ կա, բայց ընդհանուր բոլորն էլ նույնն են, նույն նպատակի համար են գրում։ Հիմա ամերիկան այս երկուսի արանքը բան եղավ, միջնորդություն արեց, եւ քանի որ Öcalanից էլ այդ բանը եկավ, այդ հարվածը եկավ քրդերի դեմ, քրդերը միանգամից թուլացած վիճակում են ու դրա համար իրենք էլ մեծ հաջողքով ընդունեցին այդ առաջարկը եւ երևի այդ պայմանակիրը այն պայմանակիրը դենց մի սուրճ խմելու ժամանակ չէ կարա պայմանակիր գազմես չէ երևի մի քանի ամիս է այդ պայմանակիրը գազմվում էր ինչ որ մարդիկ էլ օգնեցին այսինքն կարող է շատ հավանական որ ամերիկացիք էլ օգնեցին Թուրքիան էլ օգնեց այնտեղ եւ այն պայմանակիրը ստորագրվեց երկուսը աղբերացան միանգամից եւ տեսնում ենք որ Էրդողանը մի քանի էսեն շատ հետաքրքիր շախմատային քայլերով քրդական հարցը լուծում է հիմի դեռ եթե ուրիշ խմբեր ասենք բանին Կոբանին չընթարգո ուրիշ խմբեր վաղը ասեն չէ մենք վերջ-վերջո չենք ընդունում այս ամեն ինչը կարող է ինչ որ բաներ բայց արդեն շատ թուլացած կլինեն եւ տեսնում եք Թուրքիան իրենց դեմ արդեն Սիրիայի ղեկավարությունը իրենց դեմ անգամ քրդերը մյուս խմբերը իրենց դեմ կլինեն եւ արդեն շատ բան չեն կարող ենք ասենք որ այսինքն 99%-ով քրդական հարցը լուծված է Էրդողանը հաջողացրեց դա քրդական հարցի հետ մեկտեղ իհարկե քրդական հարցը լուծվում է մյուս կողմից է Սիրիայի հարցն են լուծում իհարկե էլի թուրքերի
միջամտությամբ եւ Ամերիկայի ներկայությամբ, Ամերիկայի ծրագրով կարամ ասենք, տեսեք, արդեն քանի տարի է այդ տարածաշրջանում ինչ որ բան է գնում, այնտեղ ինչ որ մակրագործություններ են կատարվում եւ այդ մակրագործությունները այնպես են որ տեսեք բանը Իրանը այնտեղ շիիտական մի գոդի էր կազմել մինչեւ միջագրական մինչեւ Լիբանան Հիզբուլլահ եւ այլն ոչ միայն Հիզբուլլահ բայց մի հատ շիիտական գոդի որը շիիներ էլ կան այս տարածաշրջանը շատ հարուստ է թե կրոնական եւ ազգային տարբեր խմբավորումներով այնտեղ այնպես չէ որ ասենք շիինը շիիտը սուննիտը ալևին եւ այն 4-5 հատ ոչ այնտեղ կարելի ասել 10-յակ խմբավորումներ կան բայց մեծ մասը փոքր շատ փոքր են շատ թույլ են իհարկե իրենցից ուժ չեն ներկայացնում եւ իրենք իհարկե եթե մակրագործություն են կատարում ձեռի հետ նրանց էլ են մակրում իհարկե ոնց որ 15 թվականին հիմնականում հայերի նկատմամբ էր, բայց ասորիների հարցն էլ բանարեցին, ալևիներին էլ կապան եւ այլն, այնտեղ մակրագործություն ինչպես վարացին, նույն ձևի մակրագործություն է կատարում։ Հիմա հիմնականում ամենամեծ ուժը շիիտներն են, Իրանի այդ կազմած բանն է, դա ջարդվեց, առաջի հարվածը Իրաքով, բայց շատ բանջարեց, երկրորդ հարվածը, այսինքն վերջնական հարվածը դա Սիրիայի գործն էր եւ շիիտների ուժը ջարդեցին, այլևս Իրանը այդ իմիջիալով շատ մեծ փողեր եւ հակին աշխատանք կատարվել էր եւ այդ բանը չկացավ միանգամից վերացավ։ Իհարկե շիիտները դեռ կան, բայց ամեն դեպքում այդ լոգիստիկ այդ բանը կապով եւ այլն դա քանդված է։ Մյուս կողմից իհարկե ինչ կան մեծ խմբավորումներ, տեսեք քրդերին արդեն ընդելացրին, այսպես ասած, իրենց մարտը դարձրին, եթե ինչ որ ինչպես ասեցինք մնացած խմբերը լինեն, նրանց հարցերն արդեն հեշտ է լուծելը այստեղ ալևիները կան։ Իհարկե ալևիները այնպես չէ որ շատ մեծ վտանգ էին իրենցից ներկայացնում, սակայն ալևիների նկատմամբ վրեժխնդրության զգացում կար այստեղ, ինչի որովհետև բանը Էսադը ալևի էր, ալավի, բայց իրենք ավելի ճիշտ է, այսինքն Թուրքիայի ալևիների հետ պետք չէ խառնել, դրանք դեռիվ տարբեր են։ Թուրքիայի ալևիները այո ալևի են, այս սրանք նուսայրի են իրականում նուսայրի են գոչում, հետագայում, այսինքն դա բավականին նոր է, որ ալևի սկսեցին գոչել նրանց, սրանց հետ ընդհանրապես կապ չունեն նրանք կրոնական առումով եւ հավատամքի առումով։ Սակայն այնուամենայնիվ ալևի է գոչվում, բայց նուսայրի նորից կրկնեմ ես։ Հիմա Էսադը իրենցից էր եւ իրենք ժամանակին լավ էին ապրում Սիրիայում լավ էին ապրում նաեւ իրենք մի տեսակ ավելի բարձր խավ էին ներկայացնում այսօր էլ եթե տեսնում եք օրինակ այն բաներով վիդեոներով եւ այլն խոսող օգնություն կանչող եւ մարդկանց ամենից երևում է որ սրանք այդ բանը սուննի արաբների նման չեն սրանք մի բարձր դաս են ներկայացնում գրթված են իրենք ավելի շատ գրթված են այսինքն այդ գրթվածության մագարտակը ուսման մագարտակը մյուս արաբ սուննիների եւ այն հետ համեմատած ավելի բարձր այսինքն մի քիչ քրիստոնյաների նման եւ այդ վրեժ խնդրության այդ զգացումը կան այո այսօր վրեժ են լուծում ալևիները ոչ մի բան չեն անում ալևիները այո իրականում ոչ մի ուժ էլ չեն ներկայացնում դա սուտ է իհարկե միջազգ Էրդողանի կողմից էլ է դա այդ սուտը տարածվում այդ սուտ է որ իրենք զինված ապստամբություն են փորձել եւ այլն արդեն չեն էլ կարող դրա համար էլ չեն էլ փորձի նույն խնդիրն է նորից ինչպես 1915 թվականին որ ասեցին եւ մինչեւ այսօր ասում են այերը ապստամբել են զինված ապստամբություն են արել եւ այլն բայց իրականում դենց բան չկար հարցակվել էին այերը ինքնապաշտպանության էին դիմել այստեղ էլ ալևիները ինքնապաշտպանության դիմեցին բայց հենց դա է որ նախ հարցակվում են քո վրա, սկսում են քեզ գոտորել, հենց որ կրակեցիր իրենց վրա, ասում են ահա, ու մի ավելի ուժով, ավելի մեծ ուժով, ավելի մեծ թափով հարցակվում են եւ սկսում են բոլորին գոտորել։ Այդ է գա։ Իհարկե այս ընթացքում ձեռի հետ դյուրզիներին էլ են գոտորում այդ խմբավորումն է կա եւ արդեն քրիստոնյաներն են այդ պատճառով իմիջիալոց միայն հայերը չեն որ քրիստոնյա են այդ տարածաշրջանում նաեւ ուրիշ քրիստոնյաներ կան իմիջիալոց իսլամական պետության ժամանակ էլ այդպես եղավ հիմնականում ասենք
բաների ալևիներին էին գոտորում, այսինքն ալևի որտեղ տեսնում են անպայման սպանում էին, հակաբեդական ասենք բեդական ուժերին, զինվորներին եւ բեդության հաշվին գրվող զինվորներին եւ գոտորում էին, սպանում էին, բայց մենք տեսանք դեպքեր կար, որ ասենք ուրիշ խմբավորումներին է քրիստոնեական խմբավորում եւ այնտեղ օրինակ հենց մի գյուղ կար, որ արամեերեն խոսող միակ տարածքը միակ գյուղ աշխարհում դրանց վրա էլ հարձակվեցին, նրանց էլ կոտորեցին եւ այլ դրանից երևում է որ այսինքն խնդիրը միայն ալևիները չեն, միայն բան չեն, այս տարածաշրջանը մակրագործվում է եւ դառնում է սուննիտական տարածք, այսինքն անողները սուննիներն են եւ բոլորի դեմ են անում, ինչպես որ նորից կրկնեմ 15 թվականին թուրքերը արեցին, նախ հայերի վրա քշեցին, մյուսներն թվաց թե միայն հայերի է խնդիրը, հետո հույների վրա քշեցին, հետո բաների վրա քշեցին, քրդերի վրա քշեցին, հատ մաս եւ իրենք կանխեցին, որ ուրիշներից օգնություն ստանան եւ այլն, կամ ուրիշները խառնում են այդ կողմը, կամ նրանք էլ ինքնաբաշխանության դիմեն։ Հիմա այստեղ էլ նույն խնդիրն է, այսօր նուսայրիներին ալևիների վրա են հարձակվում, հետո վաղը կհարձակվեն, ասենք, ուրիշ քրիստոնյաների վրա, ի վերջում կհարձակվեն հայերի վրա եւ այլն։ Այսինքն ձեռագիրը չի փոխվում։ Չէ, ձեռագիրը չի փոխվում, ձեռագիրը նույնն է։ Չգիտեմ, հիմա կարելի է ասել, որ նույն մարդիկ են կանգնած այս բաների հետևում։ Մասամբ այո, իհարկե, թուրքերը կանգնած են, սակայն իրենց այս ձեռագիրով է առաջ գնում, թե նրանք էլ նույն ձեռագիրով են առաջնորդում, չեմ կարող ասեմ իհարկե։ Իսկ այս պայմաններում, երբ որ տեսնում ենք թուրքը մնացել է թուրք, դրանում բազմիցս համոզվում ենք եւ այս գործողություններն էլ ապացույց են նրան, որ թուրքը ցեղասպան է եւ այդպես էլ մնում է ու մնալու է։ Այս պայմաններում որքանով է նպատակահարմար այն նոր պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ, որը ենթադրում է նաև տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, այսինքն Թուրքիայի հետ սահմանի բացում։ Այսա մեզ ինչ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու։ Եթե մի հատ ձեզ հարց տակ թե ում է պետք այս ամենը, ով է օգտվելու այս ամենից, մի անգամից կհասկանաք թե որքան է նպատակահարմար, ում համար է նպատակահարմար, Թուրքիի համար նպատակահարմար է, ադրբեջանցու համար նպատակահարմար է, այ համար ընդհանրապես նպատակահարմար չէ, ընդհակառակը դա վնասում է եւ այո, եւ մեծ իջումների գնով են այդ պայմանները։ Այո, իհարկե, թե չեն անում։ Տեսեք, դա այդ խաղաղության պայմանագիր կոչվածը էլի չի կնքվելու։ Այո։ Էլի չի կնքվելու։ Թուրքիային դա ձեռնտու։ Որովհետև ես տարիներ շարունակ ասում եմ, Թուրքիի հետ այսպես չեն խոսի, Թուրքիի հետ այսպես չեն վարվի, բայց ձայն բարբարու անապատի, ով է լսում որ, ով է լսում։ Ոչ մեկ, այն ժամանակ էլ ոչ մեկը ամեն մարդ իր գլխով էր, ամեն մարդ կարծում էր, թե ինքը ամեն ինչ գիտի։ Նախագահների մասին եմ խոսում օրինակ։ Երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, առաջին նախագահ նաև, թե կամ իրենց չինովնիկները, բաները այդ գործով զբաղվող արտգործնախարարություն եւ այլն, ես փորձում եի ամենտեղ, ամեն պատեհ արիթով ասել, ներկայացնել, որ այսպես չեն մոդենա Թուրքին, սա սխալ է, որովհետեւ Թուրքի մտածելակերպը ուրիշ է։ Դու քո մտածելակերպով ես մտածում, ոչ դու քո մտածելակերպով պիտի չմտածես։ Անտեսեք շախմատում դու քո խաղը կարող ես անել, այո, բայց հակառակ կողմն էլ իր խաղն է անում, չէ՞։ Ինքն իր մտածելակերպ ունի այնտեղ, ինքը ուրիշ բան է մտածում։ Դա էլ պիտի հաշվի առնես։ Եթե դա հաշվի չառնես, քո խաղը առ ոչինչ է։ Ոչ մի նշանակություն չունի քո արածը։ Դրա համար քո հոգեբանությունը, քո մտածելակերպը դա այստեղ ոչ մի նշանակություն չունի։ Եթե ուրիշի հետ գործ ունես, ուրիշի հոգեբանությունը, ուրիշի մտածելակերպը պետք է դու հաշվի առնես, դրանով հաշվի նստես, դրա համեմատ քո ծրագիրը կազմես։ Հիմա իհարկե դա ընդհանրապես գոյություն չունի, դա դեռ ուրիշ բան է, բայց առաջի 3 նախագահների ժամանակ այդ քաղաքականությունը այդպես էր գնում։ Թուրքիա դա այսպես չեն խոսում։ Ես տարիներ շարունակ ասում եմ, որ եթե Թուրքին մի զիջում անես, չես ստանալու այն արդյունքը, ինչ որ անգամ ինքն էր խոստացել։ Ինքը ասելու է, որ այո, դա տվեցիր, դա արեցիր, բայց ես էլ եմ ուզում։ Մտածես լավ, ես էլ դամ, ոչինչ,
ու իր խոստումը կատարի ու ասենք պայմանագիր ստորագրի խաղաղություն կնքի եւ այլն երկրորդն արեց աչքերը բացվել ասել ահա սա դալիս է երրորդն էլ ուզեմ գուցե երրորդն էլ գտա չէ հենց գումարի նման մի բան է չէ խաղում են այ իմը շահելու եմ այ իմի շահելու եմ եւ շարունակ գործում է իսկ այստեղ թուրքը այդ դեպքում եթե դվող կա շարունակ շահում է Ետ դալով թուրքից ոչ մի բան չես կարա վերցնես հիմի մեր ղեկավարությունը գիտակցաբար թե անգիտակցաբար երկուսն են վատն են իհարկե հիմա եթե գիտակցաբարն անում վատն է կան գիտակցաբարն անում ավելի վատն է հիմա որն է վատը ավելի վատ չես մանում երկուսն են շատ վատ են որովհետև եթե անգիտակցաբար ես անում դու այս գործի մարդը չես ռադդ քաշի գնա պիտի գնաս Եթե գիտակցաբար ես անում, դա էլ է վատ, ուրեմն դու դավաճանում ես քո երկրին, չէ՞։ Դու թշնամի ես քո երկրին։ Եվ կարծում եմ այդպես էլ կա, որովհետև ամբողջ գործողությունները դա են ցույց տալիս։ Հիմի սրանք ընկել են մի խաղաղության պայմանագիր, որովհետև վերևից իրենց ասում են, խաղաղության պայմանագիր ինչ ուզում եք արեք, խաղաղության պայմանագիրը կնքեք, շուտ։ Հիմի սրանք ընկած են խաղաղության պայմանագիրի հետևից։ Այդ մարդն էլ տեսնում է, որ դու շատ ես ուզում Սա բան է արևտուրի խնդիր է, չէ՞։ Եթե դու ես բանը շատ ես ուզում եւ վաճառողը նկատում է սա, գինը բարձրացնում է, չէ՞։ Գինն է բարձրացնում, դա էլ ինքը նույն բանն է անում։ Սա բիզնես է, գին է բարձրացնում։ Ինքը չի ուզում սա քեզ վաճառի, որովհետեւ վաճառից բրծավ, այդքանով բրծնելու է։ Ինքը գիտե որ սրա համար դու ավելի շատը կարող ես տաս։ Հիմա ինքը ուզում է բոկե ավելի շատը, քանի կարող է, ուզում է բոկե։ Սա է խնդիրը, որ շատ բարձ, շատ հասարակ, սա բիզնես է։ Քաղաքականությունը բիզնես է, 1000 անգամ ասում եմ ես դա։ Բայց այդքան բիզնեսի հետ կարելի է համեմատել եւ շատ լավ կարելի է համեմատել։ Ուրիշ ոչ մի բանի հետ, միայն բիզնեսի հետ։ Հիմա խաղաղության պայմանագիր, հիմա ինչ արեցին, ասին լավ, հիմա արդեն ցայտնոտի մեջ են, ուզում են անպայման այս խաղաղության լավ ասեցին ախպեր, այդ երկուսն էլ են ընդունում, չնայած դժվար էր իրենց համար, այդ երկուսն էլ են ընդունում, մի անգամից այդ մարդը այնտեղից ասում է, որ հա, ասում է, բայց բանն էլ օրինակ սահմանադրությունը պիտի փոխեք, օրինակ ու հիմա սկսեցին ուրիշ բաներ էլ, ասենք մենք շատ մեծ կորուստներ ենք ունեցել, դրանց պիտի փոխացուցեք, հետո դուք տեսեք վաղը հերթով գալիս է գալու է այդ ամեն ինչը։ Հիմա առաջի հերթին բան սահմանադրությունն են դրած, երկրորդ փոխհատուցումներ են պահանջելու, երրորդը ասում է բանակը պիտի լիկվիդացնես, բանակ պիտի չլինի, չորրորդը ասում է արդեն խոսում են, բայց դեռ 100%-ով չեն պահանջում, որպես պահանջ սեղանի վրա չեն դնում, բայց խոսում են։ Այդ խոսածներն վաղը այո սեղանի վրայի պահանջներ է։ Հետո ասելու են, բա այն դուք ունիք լիքը պատրաստի հանցագործներ, այդ ձեր գեներալները ելմերավելը։ Գեներալները ստացավ, ուրիշ աչքի ընկած հերոսներ եւ այլն նրանց մեդալ ստացած նրանք բոլորը գիտեն։ Բոլորին գիտեն, մեզնից մենք չգիտենք, նրանք գիտեն։ Ամեն ինչ արձանագրված է իրենց մոտ։ Նրանք տարիներ շարունակ աշխատեցին։ Անկամ մինչև իրենց գործունեությունը, ընտանիքի անդամները եւ այն ամեն ինչ գիտեն։ Իրենց մոտ կա։ Ասելու են, այս դրանք են հանցագործ։ Եվ հակալի հասնելու է, որ մինչև ամեն մի Հայաստանի քաղաքացի, որը այնտեղ մի հատ եւ վերջում, ամենավերջում էլ, եթե ամեն ինչ է ավարտի, Արցախ այցելած ամեն մի անձնավորություն, դա Գարի Միչայլոց, եղել է այդպիսի դեպքեր, որ հատկապես օդար երկրացիներ, եթե այցելել են, անգամ թուրք լրագրողների հետ այդպես են վարված, եթե այցելել են, ասում են, որ սա մեր տարածքն է, դու մտել ես մեր տարածք առանց ինձանից թույլտվություն, առանց վիզա ստանալու, իմ սահմանն ես խախտել։ Իմիջայլոց նույն բանը անում են վրացիները, ասենք բանի հետ կապված, Աբխազիայի եւ այն հետ կապված։ Եթե դու Աբխազիա ես մտել ու մտնում ես Վրաստան, ձերբակալվում ես միանգամից, որովհետեւ ասում են, դա իմ տարածքն էր, դու մտել ես, ինձ առանց հարցնելու, դու իմ սահմանն ես խախտել ու նստացնում են մարդկանց։ Դրանց դեպքեր կա։ Նույնը անելու են, այսինքն եթե դուք մի անգամ Արցախ այցելնեք եւ իրենք այսօր դիրացան ամեն ինչին Արցախում, այն ամբողջ արցանակրություններ եւ այլն, եթե հատկապես օդար երկրացին Արցախ էր մտնում, վիզա էր վերցնում։ Հիմա այնտեղից սա անելու են, տանելու են, ու եւ
հայաստանցին էլ այնտեղ գտնալուց արցանագրվում էր սահմանի վրա, չէ՞, այնտեղ ներկայանում էր, հետո մտնում էր, այդ դրանք բոլորը գալու են մեր գլխին եւ հատ-հատ, կամաց-կամաց։ Շնորհակալություն, պարոն Լոքմագյոզյան, մեզ հատկացված եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, այն ինչի մասին խոսեցինք իրոք շատ կարևոր էր, ծանրակշիռ եւ հուսով եմ մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հետաքրքիր եւ բովանդակալից զրույց նվիրեցինք։ Իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտը հաղորդումն էր, այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։